Իրանք հենց տեսան, որ պարտվել են, ուզում են իրավիճակ շտկեն, չեն կարողանալու իրանք։ Եթե տես բան կար, то Վարդան Ղուկասյանին սկզբից մեղադրանք առաջադրեին։ Այդ այն հանցակազմն է, որի բացահայտումը, եթե իսկապես իրանց կարծիքով հիմնավոր է, իրանք անմիջապես կարող էին ընթացք տալ։ Իսկ ինչի են հիմա տալիս, որտեղ Վարդան Ղուկասյանը հեճուկս իրանց դարձել է բան Լենինակադի, այսինքն Գյումրիի քաղաքապետ։ Այս է ամբողջ խնդիրը։ Որովհետև նորից եմ ասում, նախաքննության, ողջամտության ժամկետի սկզբունք կա։ Եթե այդ մարդը իրոք դրանում մեղավոր է, բախի մինչև հիմա ձեն չէի քանում։ Սպասում եք, որ ընտրվի Գյումրիի քաղաքապետ, կամ որ ասում եք բանը կաշառք է բաժանվել։ Այդ ընտրակաշառքի գործով ձերբակալված անձ կա։ Չգիտեմ, Փաշինյանն էր դրա մասին խոսում։ Դո Փաշինյանը դրա ազգանունն եմ զզվում տամ, ինչ ուզում ասում է։ Բայց իրականում այդ գործով մարդ կա կալանավորված, ձերբակալված, հարցաքննության կանչված, հո մենակ Վարդան Ղուկասյանին ձերբակալելով չի։ Պարզ է իր քիմքին հաճելի չի, որ իր համար անցանկալի մարդը դարձել է Հայաստանի, ինչպես ասում են, երկրորդ մայրաքաղաքի ղեկավար։ Հիմա էլ ինքը մտավախություն ունի Էջմիածնի պահով։ Անդրադառնանք նաև դրան իմ խնդրանքով։ Այս մարդը ոչինչ չի խնայում իր իշխանությունը պահելու համար։ Ինքը պատրաստ է Հայաստանը հանել աճուրդի, մենակ թե ինքը շարունակի պաշտոնավարել, որովհետև 1000 անգամ ասել եմ, էլի կրկնում եմ, ավելորդ չեմ համարում ասել։ Ինքը իր պաշտոնավարման այս 7-ամյա ընթացքում այնքան օրինախախտումներ է թույլ տվել, որ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը որը պաշտոնի չեղավ, կես ժամ հետո հայտնվելու է ազգային անվտանգության ծառայության